Ողջույն հարգելի կույսեր, այս տեսանյութում կխոսենք Սատուրնի մասին։ Սատուրնը փոխում է նշանը, դա տեղի ունեցել արդեն մայիսի 25-ից 26-ը 2025 թվականի։ Այն ժամանակ է դեռ մտել նախոյ նշան, բայց հետադարձի ժամանակ այն կրկին վերադարձել է ձկներ նշան, իսկ հիմա նա վերջնականապես կմտնի խոյ նշան։ Ձեզ համար նա 3 տարի գտնվել է 7-րդ տանը ամուսնության, հարաբերությունների և գործընկերության ոլորտում։ Եվ Սատուրնը իհարկե ստիպում է հանել վարդագույն ակնոցները։ Դուք սկսում եք տեսնել իրականությունը այնպես, ինչպես այն կա իրականում։ Դուք տեսնում եք ձեր զուգընկերոջը կամ զուգընկերուհուն նրա իսկական կերպարով։ Եվ գիտեք, Սատուրնը միշտ ստիպում է ընդունել լուրջ որոշումներ։ Երբ նա փոխում է նշանը կամ անցնում է երկու տների սահմանով իհարկե այդ ժամանակ այնպես անում, որ դուք լուրջ որոշումներ կայացնեք։ Դրա համար էլ հիմա շատ կույսեր արդեն որոշումներ են ընդունել։ Դուք կամ ամուսնանում եք, կամ ամուսնալուծվում եք, կամ բաժանվում եք, կամ ավարտում եք հարաբերությունները ձեր բիզնես գործընկերոջ հետ, կամ խզում եք նաև որևէ պայմանագիր։ Սատուրնը հաճախ բերում է ավարտներ և մեծ փոփոխություններ։ Բայց եթե ընդհակառակը դուք հիմա պայմանագիր եք ստորագրում կամ հարաբերությունների մեջ եք մտնում, օրինակ 3 տարի հանդիպել եք, իսկ հիմա որոշել եք միասին ապրել կամ ամուսնանալ, ապա դա կլինի ամուր և երկարատև։ Սա Սատուրնի ամենալավ դրսևորումներից մեկն է։ Սակայն շատերի մոտ, գիտեմ, հատկապես կույսերի մոտ, քանի որ այս տարի խավորումներ են լինում կույսի նշանում, շատերը որոշում են ընդունել բաժանվել և փոխել իրենց կյանքը։ Եվ եթե դուք դեռ միայն պլանավորում եք, բայց դա դեռ չի կատարվել հենց հիմա կամ գարնանը կամ մայիսին, քանի որ Սատուրնի ազդեցությունն արդեն սկսվել է, ապա հնարավոր է հիմա, փետրվարի 14-ից հետո ձեր կյանքը փոխվի, և այդ փոփոխությունները իրենց հետ կբերեն նաև ֆինանսական փոփոխություններ։ Քանի որ մայիսի 26-ից Սատուրնը մտել է ձեր հորոսկոպի 8-րդ տուն, ֆինանսների ոլորտ և առաջիկա 3 տարիների ընթացքում մինչև 2028 թվականի ապրիլի 12-ը տեղի կունենա նոր ֆինանսական հիմքի կառուցում, ֆինանսական վերակառուցում և փոփոխություններ։ Եվ հենց այդ ֆինանսական հարցերը, ընդհանուր միջոցները, գույքի բաժանումը, ֆինանսական բաժանումը կամ ընդհակառակը, երբ դուք ինչ-որ մեկի հետ միասին սկսում եք ֆինանսական բիզնես կամ սկսում եք միասին ապրել և արդեն ունենում եք ընդհանուր բյուջե, այս ամենը կդառնա ֆինանսների մեջ տեղի ունեցող փոփոխությունների հիմնական թեման։ Գուցե դա կապված լինի նաև ժառանգության հետ, և ձեզ մոտ լինի ինչ-որ բաժանում կամ իրավական գործընթաց ժառանգության շուրջ։ Քանի որ սա երկարատև շրջան է 3 տարվա ընթացքում, հնարավոր են տարբեր թեմաներ, որոնք կապված են գումարի, ֆինանսների, ներդրումների հետ։ Միգուցե դուք սկսեք սովորել ֆինանսական գրագիտություն, թե ինչպես ներդրումներ կատարել։ Իսկ ինչ կարևոր ամսաթվեր կան, ընդհանուր առմամբ դրանք 4-ն են։ Մայիսի 26-ը իհարկե 2025 թվականի, սեպտեմբերի 2-ը ևս 2025 թվականի, հիշեք ինչ կատարվեց, նա որ մտել է ցույց է տալիս, թե ինչ էր կատարվելու ձեր կյանքում հիմա, ինչ էր կատարվելու հիմա։ Դե համար հիշեք ինչ եղավ այն ժամանակ։ Սեպտեմբերի 2-ին դա կապված կլինի թե հարաբերությունների, թե ֆինանսների հետ, որովհետև այդ օրը Սատուրնը վերադարձել է ֆինանսների ոլորտից դեպի հարաբերության ոլորտ։ Հիշեք սեպտեմբերի 2-ից մինչև հիմա ինչ է կատարվել ձեր հարաբերություններում, որովհետև նա վերադարձել է հարաբերությունների տուն, որպեսզի ինչ-որ բան շտկի, միգուցե նաև ձեզ հնարավորություն է տվել որևիցե մի բան ուղղելու ձեր կյանքում, ձեր հարաբերություններում։ Եթե էլի չեք ուղղել, ապա հիմա վերջնական որոշում կկայացնեք։ Եվ իհարկե փետրվարի 14-ից հետո նա հիմնական մտնում է ձեր 8-րդ տուն, ձեր ֆինանսների տուն և այնտեղ կմնա մինչև 2028 թվականի ապրիլի 12-ը։ Այսպիսով առաջիկա 3 տարիների ընթացքում ձեր ուշադրության կենտրոնում առավելապես կլինեն ֆինանսները։ Սատուրնը մեզ համար մեծ ուսուցիչ է, նա խորհրդանշում է պատասխանատվությունը, հասունացումը և լրջությունը։ Հաջորդ անգամ նա այս նույն ոլորտում և այս թեմաների հետ կապված կրկին կմտնի այդ տուն 2055 թվականին։ Կյանքի ընթացքում նա բառացիորեն միայն 2 կամ 3 անգամ է հայտնվում այսպիսի դիրքում ձեր անձնական հորոսկոպում։ Այն ամենը, ինչը մենք ձեռք ենք բերում Սատուրնի միջոցով, մնում է մեզ հետ շատ երկար։ Այս փորձը, այս դասը կարմայական, դառնում է ձեր կյանքի ամուր հիմքը։
Սատուրնը սովորաբար նվերներ է տալիս, երբ դուրս է գալիս հորոսկոպի որևէ հատվածից։ Եվ ահա 2028 թվականի գարնանը դուք կարող եք ստանալ որևէ ֆինանսական նվեր, շահույթ կամ հաճելի անակնկալ։ Սատուրնը կարծես թե արդեն պատրաստել է այդ պարգևը ձեզ համար այս 3 տարվա աշխատանքի դիմաց։ Քանի որ սա պատասխանատվության մոլորակն է, ամենայն հավանականությամբ դուք կվերցնեք ավելի մեծ պատասխանատվություն ձեր կյանքի համար։ Կսկսեք ինքներդ ձեզ ապահովել, ինքնուրույն վաստակել կամ ամբողջությամբ հենվել սեփական ուժերի վրա։ Եթե խոսքը գործընկերության մասին, օրինակ բիզնես գործընկերություն, եւ նախկինում նման փորձ չեք ունեցել, օրինակ ընկերուհու հետ բացել որևիցե ինչ-որ մի խանութ, ինչ-որ մի բան, ապա սա ձեզ համար կլինի նոր փուլ եւ նոր պատասխանատվություն։ Եվ հնարավոր է, որ այժմ դուք սկսեք սովորել հաշվապահություն, հարկային որևիցե հարցեր, կամ գուցե նախկինում ձեզ պահում էին ձեր ծնողները, դուք ապրում եք նրանց հետ, կամ ամբողջը վճարում էր ամուսինը, իսկ դուք ոչինչ չեք հոգում։ Իսկ հիմա դուք կապրեք առանձին եւ արդեն ինքներդ պետք է վճարեք ամեն ինչ, բոլոր հաշիվները։ Հնարավոր է նաեւ, որ դուք սկսեք բնակարան վարձել կամ վարկ վերցնել եւ ձեր կյանքում հայտնվեն նոր ֆինանսական պարտավորություններ, որոնք դուք պետք է ինքնուրույն կատարեք։ Եվ ձեզ անհրաժեշտ լինի ընդունել լուրջ ֆինանսական որոշումներ։ Առաջիկա 3 տարիների ընթացքում ֆինանսական գրագիտությունը շատ մեծ դեր է խաղալու ձեր կյանքում։ Սատուրնի ազդեցության տակ ցանկալի չէ ռիսկի դիմել։ Սատուրնը ժամանակի երկարաժամկետ գործընթացների մոլորակն է։ Ուստի եթե դուք որոշեք ներդրումներ անել, ապա ընտրեք երկարաժամկետ, կայուն եւ պահպանողական տարբերակներ։ Օրինակ, գումարներ դնել ոսկու, արծաթի, դասական ակտիվների կամ արժեթղթերի մեջ, այլ ոչ թե այնպիսի բաներում, որոնք խոստանում են արագ եկամուտ, բայց մեծ ռիսկեր են պարունակում։ Սատուրնը միշտ շատ երկարաժամկետ է եւ այն, ինչ միշտ գումար է բերում, այն ոչինչով չի կապվում ռիսկի հետ։ Սա պետք է հիշել։ Պետք է ամեն ինչը դանդաղ անել։ 8-րդ տունը մեզ համար նաև էզոտերիկայի, միստիկայի եւ ֆինանսների տունն է։ Իհարկե ֆինանսներից բացի, էզոտերիկայի եւ միստիկայի տունն է։ Եվ հնարավոր է, որ դուք որոշեք սովորել ինչ-որ հատուկ բաներ, օրինակ տարո, աստղաբանություն կամ աստղագիտություն, ռունա կամ այլ միստիկական պրակտիկաներ։ Սատուրնը նաև խորհրդանշում է ուսուցում եւ գիտելիքների ձեռքբերում։ Դրա համար կարող է լինել, որ առաջիկան 3 տարիների ընթացքում դուք կդառնաք ինչ-որ ոլորտում ուսանող կամ փորձառու։ Մեր հոգեբանական վնասվածքները նույնպես պատկանում են 8-րդ տանը։ Միգուցե սա նշանակում է աշխատանք հոգեբանի հետ, եւ դա կարող է լինել երկարատև, մշտական գործընթաց, պարբերաբար պետք է հաճախել։ Սատուրնը խորհրդանշում է այն պահը, երբ մենք ինչ-որ բան անում ենք կրկնաբար։ Օրինակ, ամեն շաբաթ այցելում ենք հոգեբանի մոտ կամ առցանց կապ ենք պահում հոգեբանի հետ։ Անընդհատ այդպես կա։ 8-րդ տանը գտնվում են նաև կախվածությունները, եւ դա շատ լավ հնարավորություն է Սատուրնի ազդեցության տակ անցնել, օրինակ, սննդային կամ ալկոհոլային կամ թմրամիջոցային կախվածությունից բուժման գործընթացով։ Քանի որ Սատուրնը այստեղ մեծ ուշադրություն է դարձնում կարգապահությանն ու պատասխանատվությանը, համար շատերը կարող են նաև այցելել ոչ թե կլինիկա նման բաներից ազատվելու համար։ Եվ այստեղ Սատուրնը բավականին շատ ձեզ կօգնի, եթե դուք որոշեք գնալ եւ զբաղվել ձեր կախվածության հարցերով։ Նրա ազդեցությունը գործում է ձեր հորոսկոպի 5-րդ տունը։ 5-րդ տունը խորհրդանշում է սերը, մասնավորապես ինքնասիրությունը։ Օրինակ դուք որոշում եք. ես եմ իմ կյանքում առաջին տեղում, ես սիրում եմ ինձ եւ կընդունեմ որոշումներ, այնպես ինչպես ես եմ ուզում։ Սատուրնը դա նաև համառությունն է եւ շատ հստակ նպատակասլացությունը եւ իհարկե պլանավորումը։ Սատուրնը խորհրդանշում է պլանը, որ մարդ պլան է դնում, կազմում իր կյանքի համար կամ վաղվա համար օրինակ։ Ձեզ մոտ կարող է հայտնվել նոր պլան, հատկապես ձեզ հետ կապված, ձեր զարգացման վերաբերյալ, ձեր հետագա կյանքի վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է հոբիներին, հնարավոր է դուք վերադառնաք ինչ-որ հին զբաղմունքի, որ անում եք, օրինակ 20 տարի առաջ, 5 տարի առաջ, եւ հանկարծ կրկին ցանկանաք զբաղվել դրանով։
Մարդիկ կլինեն, ովքեր որ մեծ են, ապա 30 տարի առաջվա հոբիով կարող եք կրկին զբաղվել, այն ինչ որ արել եք։ Կամ նույնիսկ կարող է առաջանալ ցանկություն ձեր հոբին, այն ինչ որ դուք սիրում եք, դարձնել ձեր աշխատանքը, ձեր գործը, ձեր մասնագիտությունը, ձեր բիզնեսը, որովհետև 5-րդ տունը դա բիզնեսի տունն է։ Որովհետև այստեղ բիզնեսի սեփական գործի մոլորակը մտնում է ընդհանուր ֆինանսների ոլորտ։ Շատ հնարավոր է, որ դուք ինչ-որ մեկի հետ միասին կարող եք ստեղծել գործընկերություն, բիզնես գործընկերություն, միասին որոշեք աշխատել, միասին որոշեք գործ հիմնել։ Բացի այդ 5-րդ տունը մեզ մոտ դա նաև սերն է։ Սակայն այստեղ սիրո մոլորակը մտնում է հորոսկոպի 8-րդ տուն, իսկ 8-րդ տունը ավելի շատ կապված է զգացմունքների, հույզերի և ինտիմ հարաբերությունների հետ։ Սա ամուսնության մասին չէ, սա պաշտոնական ամուսնության մասին չէ։ Կարող է լինել միասին ապրել, բայց 8-րդ տունը չի ենթադրում ինչ-որ ամուսնական փաստաթղթերի ստորագրում, չի ենթադրում ամուսնության վկայականի ստացում։ Իրար հետ միայն ապրում են մարդիկ։ Այստեղ ամեն ինչ ավելի շատ կառուցված է ինտիմ հանդիպումների վրա, այսինքն հանդիպեցինք, հետո բաժանվեցինք։ Բայց 8-րդ տունը նաև հույզերի փոփոխությունն է, զգացմունքային վիճակների փոփոխությունը։ Ինչպես ճիշտ արտահայտվել։ Սատուրնը հենց սուզում է նշանակում, որ մարդը սուզվում է ինչ-որ մի բանի մեջ։ Մեկը կարող է սիրո մեջ սուզվել, մյուսը կարող է այնտեղ կյանք և մահ այդ թեմայի մեջ խորասուզվել։ Իսկ 8-րդ տունը հենց սա խորն է զգացմունքային և հոգեբանական առումով։ Հարաբերությունները կարող են լինել այնքան խորը, այնքան ուժեղ հուզական ու կապված ինտիմ լինելու, ինտիմության հետ, միմիայն, սա ամուսնության տունը չէ, որ նույնիսկ կարող են ուղեկցվել նրանով, որ ինչ-որ մեկը ձեզ գումար է տալիս կամ ֆինանսապես օգնում է։ Այսինքն մարդը շփվում է դիմացինի հետ և իրանք իրար հետ ամուր կապված են, բայց չեն ամուսնանում, բայց տվյալ անձը ֆինանսապես օգնում է դիմացինին։ Բայց կարող է լինել նաև տարբեր պահեր։ Օրինակ ինչ-որ մեկը կարող է արդեն ամուսնացած լինել և դա կարող է հանգեցնել սիրային եռանկյունում։ Կամ դուք շատ ուշադիր ուսումնասիրում եք որևիցե մարդու, ձեր աչքի տակ եք առել, կամ դա կարող է լինել ձեր ընտրությունը, դուք չեք ցանկանում ամուսնանալ, ցանկանում եք միայն ազատ հարաբերություններ, իհարկե այսպես էլ կարող է լինել։ Եվ 5-րդ տունը խորհրդանշում է նաև երեխաներին, այստեղ կարող է տեղի ունենալ փոփոխություն ձեր երեխաների կյանքում։ Հնարավոր է դուք այժմ սկսեք վճարել ձեր երեխայի ուսման համար, կամ գուցե իրավիճակը փոխվի այնպես, որ երեխաները ապրեն միայն ձեզ հետ, կամ միայն մյուս ծնողի հետ, եթե դուք ամուսնալուծվում եք։ Կա նաև տարբերակ, որ երեխաները ժամանակավոր ապրեն տատիկի մոտ։ Հիմա մտածում եմ նաև ավելի բարդ բացասական պահերի մասին, որտեղ 8-րդ տունը ընդհանրապես դա ոչ այդքան էլ դրական տուն է։ Օրինակ մեծահասակ որդու կամ դստեր բուժումը կարող է լինել ինչ-որ կախվածությունից կամ հոգեբանական վիճակի հետ կապված խնդիրների հաղթահարում։ Այո, նման իրավիճակներ հաճախ են հանդիպել իմ խորհրդատվությունների ընթացքում և ծնողները դիմել են ինձ այն պատճառով, որ իրենց երեխաները ունեցել են որևիցե հարցերի կախվածություն։ Եվ կարող է նաև սկսեք ալիմենտ ստանալ։ Հիմա մի քանի տարի, օրինակ, սկսեք ալիմենտ ստանալ, մինչև երեխան դառնա չափահաս։ 8-րդ տունը կապված է նաև ճգնաժամային իրավիճակների հետ, անսպասելի դեպքերի, աննախատեսված ծախսերի, անսպասելի կորուստների կամ վիրահատությունների հետ։ Սա այն ոլորտն է, որտեղ կյանքը կարող է պահանջել արագ արձագանք, արագ որոշումներ և ներքին ուժի մոբիլիզացում, բայց միևնույն ժամանակ ձեր մոտ Սատուրնը խորհրդանշում է 5-րդ տունը, շահույթի տունը։ Իսկ 5-րդ տունը կապված է ոչ միայն հաճույքների, այլև շահույթի, հաղթանակների, նույնիսկ լոտոներում կամ մրցույթներում հաջողությունների հետ։ Ընդհանուր առմամբ սա եկամուտների և ուրախության ոլորտն է, և Սատուրնը մտնում է ճգնաժամի ոլորտ 8-րդ տուն։ Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներից դուք ի վերջո շահած եք դուրս գալու։ Ինչ էլ որ տեղի ունենա, վերջնական արդյունքը ձեզ համար լինելու է դրական, պլյուսով։ Եթե դա լինի օրինակ վիրահատություն կամ վնասվածք, ապա դրա արդյունքում կարող եք ստանալ ապահովագրական փոխհատուցում։
Եթե դա լինի կորուստ, օրինակ որևիցե մարդու մահ, ապա հնարավոր է ժառանգություն ստանաք։ Այսինքն անգամ դժվար, ծանր կամ ցավոտ իրավիճակները ձեր կյանքում կարող են վերածվել նյութական կամ գործնական օգուտի, եւ դուք ի վերջո կկարողանաք այդ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ եւ շահած վիճակում։ Ահա այսպես էլ կարող է դրսևորվել Սատուրնը ձեզ մոտ, կամ օրինակ կարող է լինել հարկերի վերադարձ կամ ինչ-որ ֆինանսական փոխհատուցում, կամ ասենք ձեր բիզնես գործընկերը որոշի դուրս գալ բիզնեսից ու ասի ես չեմ ուզում այդ գումարը քեզ, վարվիր այնպես ինչպես ուզում ես, հա, այդ բիզնեսը քեզ, ես չեմ ուզում, ես արդեն ձանձրացել եմ այդ բիզնեսից։ Այսինքն իրավիճակն արտաքինից կարող է թվալ անսպասելի կամ ճգնաժամային, բայց իրականում այն ավարտվում է նրանով, որ դուք շահում եք, եւ ինչ որ արժեք կամ հնարավորություն մնում է հենց ձեզ։ Ընդհանուր առմամբ, ինչ որ ձևով այս դիրքի շնորհիվ դուք կարող եք շահող վիճակում հայտնվել։ Երևի սա այն ամեն ինչը, որ ուզում եի ասել, բայց ամենակարևորը մոտակա 3 տարիների գլխավոր թեման հետևյալն է՝ ֆինանսական ռիսկերի մի դիմեք եւ սովորեք ֆինանսական գրագիտություն, սա է ամենահիմնականը։ 3 տարի անց դուք արդեն շատ ավելի լավ կհասկանաք ֆինանսների մասին, կկարողանաք ճիշտ աշխատել գումարի հետ, ձեզ մոտ կլինի ավելի շատ եկամուտ եւ ձեր ֆինանսական վիճակը կլինի ավելի լուրջ ու կայուն։ Այդ ժամանակ դուք արդեն կարելի ասել կդառնաք իրական պրոֆեսիոնալ ֆինանսական հարցերում, կամ գուցե դուք որոշեք սովորել։ Այս դիրքի դեպքում հատկապես շատ բարենպաստ է ուսում ստանալ ֆինանսիստի, ֆինանսական խորհրդատուի, ներդրումային խորհրդատուի, նաև մասնագիտությամբ։ Նույնպես հիանալի տարբերակներ են օրինակ հոգեբանը, հոգեթերապևտը, աստղաբանը, աստղագետը եւ սեքսապաթոլոգը։ Սրանք բոլորը համարվում են 8-րդ տան մասնագիտություններ, ուստի այս փուլում ուսման գնալը կարող է լինել շատ ճիշտ եւ հեռանկարային քայլ։ Ահա այսպեսին է ձեր Սատուրնը, սիրելի կույսեր։ Այսքանը, սիրելի կույսեր։ Ձեզ հաջողություն եմ մաղթում այս 3 տարիների ընթացքում։